Ողջույն սիրելի ընկեր, Աստված օրհնի քեզ։ Գիտեք, այս կիրակի մենք տոնեցինք Քրիստոսի հարությունը եւ երգում աղաղակում ենք, որ Հիսուսը մեռելներից հարություն է առել։ Սիրելիներս, շատ ժամանակ մարդիկ միայն կենտրոնացած են այդ կիրակի օրվա այդ երկու ժամվա վրա, որ Հիսուսը մեռելներից հարություն է առել եւ դրանից հետո հաջորդ օրից սկսած ամեն մարդ ապրում է իր կյանքը ինչպես որ ուզում է։ Սիրելիներս, հարությունով սկսվեց նոր կյանքի ընթացք։ Այդ Քրիստոսի հարությունը պատճառ եղավ, որպեսզի մենք ունենանք հաղթական կյանք եւ այս երկրի վրա մենք ապրենք ոչ թե պարտվողներ, այլ ապրենք հաղթողներ։ Ապրենք այնպես, որ Քրիստոսը ապրում է մեր մեջ եւ նա հաղթեց սատանային, հաղթեց մեղքին, հաղթեց խավարի իշխանությանը եւ այդ զորությունը տվեց մեզ, այդ հաղթական զորությունը ապրելու հաղթող, ապրելու զորավոր, ապրելու օրհնված այս երկրի վրա։ Այո, այդ օրվանից սկսած բացվեց ճանապարհը դեպի հավիտենություն։ Ես կոչ եմ անում, որ մեզանից յուրաքանչյուրը ապրենք ոչ թե պարտվողներ, այլ ապրենք այնպես, որ նա հաղթել է եւ այդ հաղթությունը տվել է մեզ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, իսկապես եկեք այս վայրկյանից սկսած ամեն մեկս ապրենք հաղթական կյանքով, ոչ թե ճնշված ու մեղքի տակ ճնշված լինելով, այլ ապրենք այնպես, որ իմ Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվեց եւ այդ հարություն առած Քրիստոսը ապրում է իմ մեջ, ապրում է քո կյանքի մեջ։ Ապրիր հաղթական կյանքով։ Բռնիր Աստծո խոսքը, շարժվիր Տիրոջ զորությամբ եւ թող այդ հաղթությունը գա քո կյանքի մեջ եւ գործի քեզանից դուրս նաեւ ուրիշների կյանքի մեջ։ Եղիր օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։